Մի հարցերի։ Կարճ հարցադրում, նախ կներկայանալ ձեր։ Պարոն Պետրոսյան, Արաքշը։ դատավորների էթիկայի հանձնարարողում փոփոխություններ են ուզում անել, կազմափոխել, այս նախադեպի վերաբերյալ ինչ դիտում եք։ Ասում են Նկատի ունեք վերջի փոփոխություն։ Որպես մահակ դատավորների։ Դե ՀԿ-ները պետք է ներկայացված լինեն, որովհետեւ խնդիր չեմ տեսնում։ Բայց ըստ էության հարաբերակցության խնդիրն է, որ ասում են ՀԿ-ները ավելի շատ կլինեն, այսինքն մի ՀԿ-ի ներկայացուցիչ կա եւ Դա քննարկման փուլում է, դա քննարկման փուլում է։ Կհասկանանք, նախագիծը ստանանք, կհասկանանք։ Արդեն առաջին ընթերցման ազգային ժողովում անցել է։ Ես չեմ կարդացել, ճիշտ ասած կկարդամ ձեզ կա։ Բայց անգամ դատական համակարգի չեն եք քննարկել, սա ձեզ չի մտածում, այսինքն ձեր մասին, ձեր հետագա գործունեությունը վտանգի տակ է։ Նոր մահակ են բերել դատավորների գլխին ու դատավորներն ասում են, գիտեք, չէ, ոչ մի մահակ չկա, ժողովուրդ, ոչ մի մահակ չկա։ Այլ հարցեր։ Միջազգային կառույցները այդ Freedom House-ը ամենապետ դեպը համարում են, որ դատական համակարգը քաղաքականացված է, բացառապես քաղաքական հրահանգով է որոշում կայացնում։ Դուք որպես գործող դատավոր այս մասին ունեք ձեր կարծիքը։ Այսինքն քաղաքականացված ենք, թե ոչ, իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Իսկ կարող է ձեր բախտը չի բերել, ձեզ քաղաքական գործեր չեն եկել կամ դուք զանգ չեք։ Քաղաքական գործը ես չգիտեմ դա ո՞ր գործ է։ Քաղաքական պատվեր կատարելու մեջ մասնավորապես Մասիսի քաղաքապետի Դավիթ Համբարձումյանի գործով դուք այս մեղադրանքներին հակափաստարկում եք։ Ո՞վ է մեղադրել, այստենց մեղադրանք չեմ լսել։ Նշելով, որ քանի որ իշխող Ո՞վ, անուն կա ո՞ր ասում։ Ասում եմ ընդդիմադիրները, ընդհանրական անհատական։ Ես չեմ լսել դրա համար եմ Դե ասում։ ես հիմա մեջ բերում խնդրեմ պատասխանեք։ Մեղադրանք է այդ մասով, քանի որ ասում են իշխող ուժը մտավախություն ուներ Դավիթ Համբարձումյանը հանդիսանում էր ընդդիմադիրների վարչապետի թեկնածուն, դրանով պայմանավորված նրան կալանավորեցին, քանի որ այդ գործը կարող էր ավելի շուտ ունենալ ներողություն իր հանգուցալուծումը։ Ինչ, եւ ասում եմ, ձեզ մեղադրում են քաղաքական պատվեր կատարելու մեջ, դուք Մեզ սխալ են անում, հիմա ինչ ասեմ, սխալ են։ Ստացել եք Ոչ։ Նիկոլ Փաշինյանը ասաց, չկա դատավոր ասածը չանի։ Արել եք իրա որևէ մի ասած։ Ինչ ասաց։ Օրինակ, ասում է չկա դատավոր, որ իմ ասածը չանի։ Գործող դատավոր եք դուք։ Ընդհանուր բաներ եք ասում, չգիտեմ։ Պարոն Պետրոսյան, դատական համակարգի այս վիճակը խոսում է քաղաքական, Ժողովուրդ ուշանում եմ արդեն։ Պարոն Պետրոսյան, դատական համակարգի այս իրավիճակը, օրինակ, տեսեք, Միքայել Սրբազանը մեկ նախադասության համար այսպես ասած դատապարտվեց, այնտեղ սրբազանները փաստաբաններն ասում են անում են մեղադրանք եւ քաղաքական հետապնդումներ են։ Այս իրավիճակում այս գործերը ենթադրում եմ, հա, որ համացանցում տեսած կլինեք կամ ամուրով հետևած կլինեք, ինչպես եք դուք գնահատում։ Օրինակ Միքայել Սրբազանին դատապարտել այդքան ժամանակով հիմնավոր էր, թե ոչ։ Հիմա դուք ինձանից պատասխանեք, սպասում։ Հա, ես ասում եմ, ընդհանուր համակարգում քաղաքական։ Ես ինչ-որ պատասխան տամ ու այդ գործը գա իմ վարույթ։ Ինչ պետք է անենք։ Դե ինքնապատասխան կա։ Դե չեղավ։ Քաղաքական համակարգը անկախ համարում եք։ Լիարժեք անկախ ներկա իրողությունների Մենք ձգտում ենք լիարժեք անկախ լինելու։ Նայեք, դատավորներ կային, որոնք վերջին շրջանում քննադատել էին բարձրագույն դատական խորհրդին եւ այլն, եւ հետո զրկվեցին պաշտոնից։ Հնարավոր է, որ դուք կաշկանդվում եք եւ չեք ցանկանում ավելի։ Ոչ, ես որևէ բանով չեմ կաշկանդվում։ Այսինքն, եթե ասելիք ունենայիք, անպայման կասեի։ Ձեր լիազորություններից Ես պարտավոր եմ այնպիսի վարքագիծ դրսևորել, որ իմ լիազորություններին առիթ չտամ դատարանից։ Դատական համակարգը են, օրինակ այլ դատավորներ։ Չեմ կարող ասել։ Դատական համակարգը անկախ անկաշկանդ է։ Զարուհի Անպայման համակարգը։ Այո։ Անպայման։ Չեք հետևել, որ ասում եք չեմ կարող ասել, օրինակ Դավիթ Հարությունյանի գործին աղմուկահարույց գործեր, Զարուհի Նախիքանյանի արտիստեր։ Հենա, ինչ-որ մարդը կա։ Չեք հետևել։ Հետևել եմ։ Հիմա գործընթացա չէ ընթանում։